Մասին ինչ կասեք, արդյոք այդ ասուլիսը արդարացված էր ու ինչ խոսվել էր, ճիշտ է եղել։ Նախ, եթե ես չեմ լսել, որ տենց բան ասի, եթե ասել է, ուրեմն սուտ է խոսել ինքը, Տիգրան Ավինյանի հոր տան դիմաց ասֆալտը արվել է, նույն տրամաբանությամբ դրա ձախ կողմը դեպի Գյուրջան փողոց բարձրացողը կա, Գրիգոր Լուսավորիչ շտապօգնության հիվանդանոցի ճանապարհը, իր հայրական տան դիմաց ասֆալտը իդեալական ասֆալտ է, ուղղակի իդեալական, մի ավազի կտոր դուրս չի եկել, իսկ մնացած տեղերը թքած կպցրած է։ Այն որ ասում է հավասարաչափ նույն որակի են արել, սուտ են խոսում։ Ես իմ TikTok-յան հարթակում բազում տեսանյութեր եմ հրապարակել, որ առանց փոշազատման, որ փոշին վերացնեն, հողի վրա, ավազի վրա բերում իրանք ասֆալտ էին փռում։ Դավթաշենում, երբ որ նկարում ցույց էի տալիս, որ հողի ու ավազի վրա առանց բիտում լցնելու ասֆալտ էին անում, Վազգեն Սարգսյանի աղբոր կուսակցությունը իր ֆեյքերով գրո էր իրականացնում, որ Դավթաշենի թաղապետը լավն է, էսա այնա։ Ու ինչն է հետաքրքիր, Տիգրան Ավինյանի ներկայացուցիչները թաղապետներն են, այսինքն իր աշկն ու ունքը պետք է լինեն ու ականջ լինեն վարչական շրջաններում ինչա տեղի ունենում, իսկ ասֆալտը, որ որակը վատ են անում, համար մեկ պատասխանատուն ոչ թե շինարարն է, այլ իրանց պատվեր տվողն է, վերջում էլ այդ անորակ աշխատանքը ստորագրող ընդունողն է, հասկանում եք, ուրիշ ոչ մեկ չի, այդ հեքիաթները թող գնան իրանց պղպճակի մեջ հավաքվեն մի քանի հոգով ու տենց վայելեն, որ իրանք մեղավոր չեն։ Երեկվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ըստ էության Ավինյանը հաստատեց, որ առանց բիտումի է ասֆալտը արվել նոր վարչական շրջանում եւ ասֆալտի հեղինակը Բալահովիտ 1 ՍՊԸ-ն էր։ Ինչու է այս ամենը շարունակվում եւ նշեց, որ պետք է խստորեն հետևեն այդ ՍՊԸ-ի աշխատանքներին։ Հերթական դեմագոգիան էր Տիգրան Ավինյանի կողմից, ինչի համար ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, երբ որ հաղթանակի 40-ամյակի այգին մի ընկերություն, մի անունը կմտաբերես, չեմ կարող մտաբերել, ամենախայտառակ ձևով ուղղակի թքեք կպցրե, ինչ? Երվանդան է, եթե ճիշտ եմ հիշում, այդ ընկերությունը ամենավատ որակի Պրոստը թքում կպցնում, թողնում գնում է լքված այգի է դառնում, հետրանից հետո այդ ընկերությանը փոխանակ սև ցուցակ գցեն, այդ ընկերությանը տալիս են Դավթաշենի այգին, տալիս են նոր մասիվի վերածնվող այգին են տալիս, վերածնունդի այգին, որտեղ որ Չախոյան Արտուրը գնում է մի հատ բանալիով սաղ այգին քանդում է, հասկանում եք։ Իսկ մեկ ընկերություն, որը որ անորակ աշխատանք է իրականացրել, թքեք կպցրել է, այս մարդուն սև ցուցակ գցելու պարագայում բերում եք առաջի գիծ, կամ Լիլիան Արմ ընկերությունը, որը հայտնի խայտառակ որակի աշխատանքներ իրականացնող է, Երևանյան լճի վրա քրեական գործերային Անսենի այգին գնացել եմ խաղաղապարակները ցույց եմ տվել, ինչ ողբալի վիճակ է, 105 մանկապարտեզը նույն վիճակի, բոլորդ գիտեք հայտնի, հետրանից հետո 2 միլիոնից ավել փող են տալիս, որ դեպոյի շենքը սարքի։ Հիմա ուզում հասկանամ, որ դեպոյի շենքը ված սարքեց, Լիլիան Արմնա մեղավոր, թե Տիգրան Ավինյանը, թե կառավարության նստածներն են մեղավոր։ Իհարկե սրանք են մեղավոր։ Ընկերությունը եթե տեսնում է, որ ինքը կարա թքի կպցնի, չնայած դա էլ բարոյական չի, ամեն մարդ պիտի ունենա իր մեջ բարոյականություն, որ չի կարելի օրինակ մանկապարտեզը վատ որակի սարքել, չի կարելի առանց բիտում ասված, ինչի համար չես հետևում որակին, ինչն է պատճառը, թող տան բացատրություն, ինչի համար չես հետևում որակին, ինչն է պատճառը, թող տան բացատրություն, ինչն է պատճառը։ Նախազգուշացում է արդեն տվել, որ հետևեն։ Այսինքն մի տարի ու կես, երբ որ մենք խոսում ենք կա այդ խնդիրը դեմն առեք, բան արեք, դա նախազգուշացում չէ։ Բավականու գործառույթն ինչ է, գնում վերահսկում են քաղաքապետի գործառույթներն, ասում են քաղաքապետ, դու փնթի ես աշխատում, դու վատ ես աշխատում, դու տեղում չես ընկել։ Ծիծեռնակաբերդի խճուղին սուտ չասեմ 20 անգամ գործակարգավարական նիստին ասում են ապրիլին բացվում, մայիսին բացվում, հունիսին բացվում, այս ժամանակ բացվում, ասում են ընկեր սուտ ես խոսում, չկա, այդքան թուքումր որ ես արեցի, իմ շնորհիվ այդ ճանապարհը վերջապես բացվեց, սկսեցին աշխատել։ Դե նույնը Աջափնյակի մետրոյի մասին են խոսում։ Աջափնյակի մետրոն ժողովուրդ ջան չի լինելու։ Հիմա ամենայն պատասխանատվությամբ բացատրեմ ինչի համար չի լինելու։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ։ Ում որ պատվիրել էին այս նախագիծը, այս ընկերությունը իմ ունեցած ինֆորմացիայում աշխատանքային փաթեթը չի տվել։ Որպեսզի ավելի պարզ իմանաք, ինքը չի տվել, որ օրինակի համար այդ նախագծի ընթացքում օգտագործվելու է 10 խոհանարդ մետր բետոն, օգտագործվելու է արմատուր, այս չափի, չի տվել այս մարդը։ Իրանք փողը տվել են նախագծողին։ Մի չգիտեմ նախագծողն է գցում, թե իրանք են դիլետանտ։ Դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ։
Միջև այս քրական գործը չավարտվի, ժողովուրդ, մեկին չդատեն, էս չանեն, 2 տարի այդ գործը կքննեն, 2 տարի դատարան կգնան, 5 տարի հետո հետ կգանք ասեն պրծել ենք։ Հիմի գանք տեսենք Աջափնյակի մետրոն ինչ ենք անում, չի լինելու։ Հետո մի հատ պարզ հաշվարկ կա, ժողովուրդ։ Մեզ մնացել է ընդամենը 1000 մետր մետրոն ավարտելու համար, որի մի մասը սովետի ժամանակ սարքված է եղել։ Դրա համար իրանք հատկացնում են, ուզում են հատկացնել $250 միլիոն։ Բայց օրինակի համար չինական BYD ընկերության Skyrail պրոյեկտը, որ կա վերգետնյա մետրոն, որ գնում է, 1 կիլոմետրի արժեքը $15 միլիոն է նստում։ Իսկ եթե իրանք մի փոքր ունենան տրամաբանություն, Չարբախի կողմից իրանք կարող են գալ եւ Բանգլադեշը, Մալայզիան եւ Աջափնյակը հասնել ամբողջությամբ, ծախսեն դա մաքսիմում կնի 4-5 կիլոմետր։ Իսկ այս մարդկանց մոտիվացիան ո՞րն է։ Ո՞րն է այս մարդկանց մոտիվացիան, որ իրանք կպել են Աջափնյակի մետրո, Աջափնյակի, ինչքան պետք է սուտ խոսան իրանք։ Այդ իրանք ստերի սահման չկա։ Նորից ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, սիրելի հայրենակիցներ, իրանք ստախոսեն Աջափնյակի մետրո չի լինելու։ Մոտակա առնվազն իրանք եթե լինեն, ընդհանրապես չի լինելու, բայց այդ պրոյեկտը իրականանալի չի։ Իսկ քրեական գործը իմ կարծիքով հատուկ կեղծ իրանք սարքեցին, որ ասեն քրեական գործը հարուցա, դրա համար չենք սարքում մետրոն, կներեք էլի։ Այնտեղ մեկը մի քիչ փողա գողացել կամ չգիտեմ ինչ արել, всё, միջև այդ գործը չպրծնի, մենք գործը չենք շարունակում։ Նաև կցանկանայի անդրադառնայիք Կասկադի հատվածում կատարվող շինարարություններին, ինչ նորություններ կան այդ մասով։ Ես այդտեղ կոռուպցիոն շատ մեծ վտանգ եմ տեսնում, շատ մեծ, ու իմ կարծիքով գործող կառավարության ամբողջ պատմության մեջի ամենամեծ կոռուպցիան է այդտեղ։ Ինչի համար, հիմի բացատրեմ, կառավարության որոշումը, որը որ կա, որոշման հավելված մեկում, եթե կցանկանաք, ես ձեզ կտրամադրեմ դա, ասում է, որ ընկերությանը չֆիքսվենք, որովհետև ընկերությունը բիզնես պրոյեկտ է իրականացնում։ Եթե թղթաբանության իրավական տիրույթում դու նայում ես, ոչ մի բան ծուր բան չկա։ Այս մարդիկ ասում են, այն մարդը 20 միլիարդ դրամ դնելու է ծախի, այս արքի 20 միլիարդը մոտավորապես ժողովուրդ ջան, $50 միլիոն է։ Դրա փոխարեն այս ընկերությանը իրանք տալիս են Կասկադի աջ կողմը 125,000 քառակուսի մետր տարած կառուցապատման իրավունք, հողատարածք։ Կասկադի այդ հատվածում մի քառակուսի մետրի արժեքը $2000-ից պակաս չկա։ Ընդունում եք թե չէ։ Հələ չասեմ Երևանի այն կենտրոնայով հատվածը $10,000 կլինի քառակուսի։ 2000-ը բազմապատում եք 125,000-ով, անում է $250 միլիոն։ Կառավարություն, որ 8 միլիարդը կարողանում ես պարկ վերցնել դու, չես կարողանում 50 միլիոն 10 Կասկադը սարքեն, որ դրա տեղը $250 միլիոն մենակ հող ես նվեր տալիս։ Ժողովուրդը, մի էսի կոռուպցիա է, թե ինչ է, խնդրում եմ, մի հատ հարցը տվեք, էլի կառավարության անդամներին բռնեք, ասեք, էսի ո՞նց հասկանանք։ Այդ կառավարության որոշումն է, երբ ուզենաք այդ հատվածը, բացեմ կտամ ձեզ, որ պարզ գրած է 125,000 քառակուսի մետր։ Դուք կարծեմ անդրադարձել եք, որ տեղի բնակիչների հետ անգամ չեն խոսել բնակարանների համար, մինչ այս պահը որևէ փոփոխություն եղել է, թե ոչ։ Տեսեք, ստեղ էլ անհասկանալի բան կա, որ կառավարության որոշմամբ հստակություն չկա։ Այնտեղ ճանաչել են գերակա շահ, մոտավորապես 20,000 քառակուսի մետր տարածք, մարդկանց, այնտեղ իրանք գրել են շատ անհասկանալի, որ քառակուսի մետր այդ բնակելի հատվածի մի քառակուսի մետրի արժեքը, եթե չեմ սխալվում, 324 կամ 370,000 դրամ, բայց կենտրոնում 324,000 դրամով տուն չկա։ Համաձայն չեք ժողովուրդ։ Այն է Կասկադում չկա։ Հողատարածքն ոնց որ $1,200 է ոնց որ թե գնահատել, էլի։ Ու գերակա շահ են ճանաչել։ Գնում ես այդ մարդիկ, ընդհանրապես տեղյակ չեն, ասում են ոնց, հանում տալիս ես այդ մարդկանց, սկսում է արդեն պանիկան, ասում են ոնց են արել, բա մեր հետ չեն եկել խոսացել։ Լավ, ոնց են իմ տունը տենց գնահատել, այդ արժեքը գնահատել։ Ու չկա, չգիտես, այդ փողը մի օրինակի համար տալու է այդ կառուցապատողը, թե տալու է կառավարությունը, առնի նվեր տա այդ ընկերությանը։ Բայց մի փաստը արձանագրում ենք, որ Կասկադում ժողովուրդ 125,000 քառակուսի մետր հողատարածքի վրա շին թույլտվություն են տվել այս պրոյեկտի դիմաց։ Հիմա հարց եմ տալիս ձեզ ժողովուրդ, նորմալ է էսի։ Միշտ կոռուպցիա կա թե չկա, եթե փաստաթղթավորված նայում ես, այն մարդն ասել է Կասկադը սարքում, էսի տուր ինձի։ Չէր ուզում չտայր։ Չէր ուզում չտայր։ GTB Holdings-ն են տվել։ Ձեզ դատի են տվել։ Հա դատի են տվել, ես հրավիրում եմ ձեզ դատի ու գիտեք հետաքրքիրը որն է, այդ ընկերությունը ինձ դատի չի տվել, որ ասում եմ ես 125,000 քառակուսի մետրը տվել են $250 միլիոն ալնում էս ալինում, այդանից բացի բերել էին ավականու նիստին, որ մոտ $2 միլիոն ավել գումար արտոնություն տային, այսինքն այդ փողը չուզեր կառավարությունը։ Քաղաքապետարանը պարզ ասեմ։ Ես էլ շատ պարզ հարց եմ տալի, ասում եմ GTB-ն
որ 20 միլիարդ դնում, այս մարդն $2 միլիոն չէր կարում հաշվել, որ դա կառավարության որոշման տակը դնային, որ վերջը կառավարությունը որոշում է, ոնց որ ասում է, որ քեզ պետք է հող տանք, ոնց որ ասում է գերակա շահ պետք է լինի, ոնց որ ասում է ես տարածա, վերջում է գրել, որ քաղաքապետարանը այդ գումարը քեզանից չի ուզելու։ Հիմի ոնց եղավ, արիկ պրծիկ հասկացաք մի քիչ փող քերելու տեղ կա, եկա կտեղ, ոնց հասկանամ էդի։ Չգիտեմ ոնց հասկանամ, ու այդ դատին հրավիրում եմ շատ ուժեղ տենց էքշենով դատա լինելի ժողովուրդ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, հարցեր ունեք դուք։ Շնորհակալ։